Մայակովսկի գյուղում գետառ գետը վարարել և հունից դուրս է եկել։ Գյուղի մի շարք հատվածներում ջուրը լցվել է փողոցներ, մարդկանց բակեր և հողամասեր, պատճառելով նյութական վնասներ։ 2000 մետր ցանած հող ունեին, սա քանդե տարեր, ջուրն էլ ներկայացության մոտ մի 30-40 սանտիմ վրան գնում է։ Իմի թե ով պետք է հատուցի մենք չգիտենք։ Այդքան վնաս ենք կրել մենք։ Մեր ապրուստի միջոցն էլ էդի է, ուրիշ միջոց չունենք մենք հող մշակելով։ Ներկա պահին համարյա միլիոնի հասնում է, կարող է ավել լինի։ Վնասն այդքան տվել է։ Դեսերմել ենք առեցան է։ Մոտ մի 4-500 հազարի սերմենք առետնգել։ Սա ջուրը տարեր այդրանք չկա։ Նույն խնդրին է բախվել նաև գյուղի բնակիչ Ալֆրեդ Միքայելյանը, ով ծաղկաբուծությամբ է զբաղվում։ Գետի վարարման արդյունքում կարելի ասել, որ հույսեր կարելի է չկապել այդ ոլորտի հետ, որովհետև ամբողջությամբ մնացել է ջրի տակ, եղած ծաղիկները ձեռք էինք բերել վարկի միջոցով, Աստված գիտի, թե այդ ծաղիկներից ինչ-որ եկամուտ կարող ենք ստանալ, թե դեռ ոչ։ Մեր նկարահանող խումբը Ալֆրեդ Միքայելյանի հետ ուղևորվեց նրա ծաղկի դաշտ, տեղում տեսնելու հեղեղումների հետևանքները։ Պարզվեց հիմնական ճանապարհն անանցանելի է դարձել ու անցանք այլընտրանքային ճանապարհով։ Եկել ենք գետի հակառակ կողմը կանգնել ենք, որտեղից ակնհայտ երևում է դաշտերը։ Տվյալ ծառներից հետո բոլորը իմ սեփականաշնորհված հողերն են, որոնցում ծաղիկի գործ եմ անում, ծաղիկի ծաղկաբուծությամբ եմ զբաղվում։ Անցած տարի 1.400.000 դրամ գումար էի վերցրել, որ նախ անցած տարվա սելավից հետ գայի, այս տարի նորից նույնը կրկնվեց ու այդ 1.400.000-ը մնաց իմ վրա։ Հիմա այս դաշտի հետ կապված էլ կարելի ասել հույսեր չեմ փայփայում, որովհետև ամեն տարի գալիս է, սելավը լցվում է ու ամեն ինչը հոդս է ցնդում։ Գյուղացիներն ասում են, վարարումներին նպաստում է նաև գետառում կուտակված աղբը, որտեղով անցնում է նաև խմելու ջրի խողովակը։ Ասում են, գետի չմաքրման հետևանքով այն տարին մի քանի անգամ պայթում է։ Բնակիչները դիմել են տարբեր պատկան մարմինների, այդ թվում Veolia ջուր ընկերությանը, սակայն խնդիրը չի լուծվել։ Փաստինֆոն ևս կապ հաստատեց Veolia ջուր ընկերության հետ, որտեղից պատասխանեցին, որ այժմ մեկնաբանել չեն կարող։ Փաստինֆոյի նկարահանող խումբը եղել է նաև Աբովյանի համայնքապետարանում, որտեղից պարզաբանեցին, որ խնդրի կարգավորումն ու պատասխանատվությունը համայնքային չէ։ Այնուամենայնիվ, արձագանքելով բնակիչների ահազանգին, կատարվել է գետառի լայնամասշտաբ մաքրություն։ Սելավատարի մաքրման աշխատանքներ Աբովյան քաղաքի սկզբնամասում։ Անվտանգային նկատառումներից ելնելով իրականացվել են նաև գետառին հարակից արգելապատնեշների վերականգնման աշխատանքներ, իսկ կառավարությունն էլ առայժմ լռում է։ Պարզ չէ, հեղեղումներից տուժած քաղաքացիները փոխհատուցում կստանան, թե ոչ։